Ժամանակ չունեմ, հետևաբար պետք է գործեմ անշտապ։ Բարաշատ Փաշինյանը 7 բառանոց գրառում է արել առավոտյան, փոքրինչ խմբագրելով ամերիկացի գրող փիլիսոփա Հենրի Դեյվիդ Թորոյի հայտնի այս միտքը՝ «Ես ժամանակ չունեմ շտապելու համար»։ Ուր չի շտապում Փաշինյանը, գուցե մայրաթորը գրավելու։ Ըստ փորձագետների, այսպես նա փորձում է բացատրել, թե ինչու է որոշել այս կիրակի չգրոհել մայրաթորը։ Դեկտեմբերի 28-ին Գառնիի Սուրբ Աստվածածին եկեղեցի կգնա իր կրոնական թափառախմբով։ Ավելի վաղ մամուլում լուրեր կային, որ Փաշինյանը տարվա վերջին կիրակին պատրաստվում է անձամբ գրոհել վեհարանը, ձերբակալել վեհափառին հավատարիմ հոգևորականներին։ Իշխանությունը այն ինչ որ անում էր, շարունակում է անել, բայց Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը պնդում է, 7 ամիս առաջ սկսած հակաեկեղեցական արշավում Փաշինյանը չի հաջողել, քանի որ չի հասել վեհափառի հրաժարականին, անգամ 10 տիրադավ հոգևորականներին կոմպրոմատների շնորհիվ ներգրավելով իր արշավում։ Փաշինյանը սա հասկացել է նաև դեկտեմբերի 18-ին, երբ հավատացյալները հուդա վանկարկումներով մայրաթորից վտարեցին վեհափառի հրաժարականը պահանջող տասնյակին։ առայժմ չի ստացվել, կստացվի թե չէ, չեմ կարող ասել։ Ըստ քաղտեխնոլոգի ամենայն հայոց կաթողիկոսը իր խոհեմությամբ ամեն ինչ ճիշտ է անում։ Իհարկե մայրաթորը դատապարտեց 10 եպիսկոպոսների խոտոր ընթացքը, բայց միաժամանակ կոչ արեց նրանց հրաժարվել պարտադրված հակականոնական օրակարգերից, վերադառնալ մայր եկեղեցու գիրկը, առաջնորդվելով բացառապես եկեղեցական կանոնական ընթացակարգերով։ Ես կարծում եմ, որ այնինչ անում է հիմա վեհափառը, տեխնոլոգիաների առումով ճիշտ է անում։ Իրավունք թերթը հղում անելով իր աղբյուրներին գրում է, որ Փաշինյանի թրի տակով անցած 10 եպիսկոպոսներից մի քանիսը մայրաթորը գրոհելու վերջին ձախողված օպերացիայից հետո, այսպես ասած, զատնի են դրել, ոչ խոսում են, ոչ գործում։ Շնորհակալություն հայտնել ձեզ։ Լավ չեն տրամադրությունները նաև պետական ապարատում, որը Փաշինյանը վերջին ամիսներին նույնպես մոբիլիզացրել է եկեղեցու դեմ արշավում։ Հրապարակը գրում է, որ դեկտեմբերի 18-ին Արմավիրի մարզպետարանում դժգոհություն է բարձրացել։ Գրոհի կուրատոր էր Փաշինյանը նշանակել Արմավիրի մարզպետին։ Վահրամ Խաչատրյանը կարծես ոստիկանապետի լիազորություններն էր ժամանակավորապես ստանձնել ու հրահանգներ տվել ոստիկաններին։ Ինչ եք անել, ձեր առաջին քայլերը կասեք։ Մայրաթորը պաշարելու ամոթալի օրը վեհարանի բակում հավաքված որոշ քաղաքացիներ հրապարակ օրաթերթին պատմել են, որ իրենք աշխատանքը չկորցնելու վախից են այնտեղ եկել։ Ու հետո, տեսնելով իրենց ընտանիքի անդամներին ու ընկերներին վեհափառին աջակցողների շարքերում, ծանր խոսակցություններ են ունեցել նրանց հետ։ Ազգային ընտանեկան պառակտումն էլ ինչպես է լինում։ Որ Փաշինյանի թիմը հատել է բոլոր կարմիր գծերը, ըստ փորձագետների, հասկանում են նաև Արևմուտքում։ Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը պատահական չի համարում, որ Միացյալ Թագավորության փոխարտգործնախարար Ջենի Չափմանն է անդրադարձել Հայաստանի կառավարության և Հայ Առաքելական եկեղեցու միջև ստեղծված իրավիճակին, թե ակնկալում է, որ որևէ գործողություն դուրս չի գա Հայաստանի սահմանադրական և իրավական շրջանակներից և կապահովի օրենքին համապատասխան արդար վերաբերմունք բոլորի նկատմամբ։ Անգամ այն դեպքերում, երբ շատ-շատերը, որոնք թև են տալիս Նիկոլ Փաշինյանին և չնկատելու են տալիս շատ գործողություններ, այդ թվում հենց եվրոպական արժեքները տրորող գործողություններ, դա էլ ունի սահման և դա էլ ունի չնկատելու և նկատելու սահման։ Կարեն Քոչարյանը չի բացառում, որ Փաշինյանը մայրաթոր գնալու որոշում կայացնի ամանորից հետո։ Հնարավոր է այդ անգամ արդեն սադրանքների դիմի իշխանությունը ու հարմար առիթ ստեղծի բանտելու նոր ընդդիմախոսների։ Դա օդու ջրի պես Փաշինյանին պետք է 2026-ի խորհրդարանական ընտրություններում վերարտադրվելու համար։ Հիմա արդեն Հայաստանում մոդայիկ դարձած բոլորին կալանավորել։ Կարեն Մանգասարյան, Անի Ղանդիլյան, Հայլուր։
Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին։ Սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։